Նոր համազգեստ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինություն եւ բոլորովին նոր անվանում՝ ոստիկանության գվարդիա։ Նոյեմբերի 1-ից Հայաստանում այլևս չկան ոստիկանության զորքեր։ Նրան փոխարինելու է եկել մի կառույց, որն ըստ իշխանության ոչ թե հին կառույցի շարունակությունն է, այլ բոլորովին նոր էջ Հայաստանի անվտանգային համակարգում։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում եւ սա կարեւոր շեշտադրում է, այսինքն մենք ոչ թե ոստիկանության զորքերը վերափոխում ենք ոստիկանության գվարդիայի, այլ մենք այսօր ստեղծում ենք ոստիկանության գվարդիա։ Իհարկե, անցած ճանապարհը եւ պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում։ Նոր էջի հիմքում ըստ ներքին գործերի նախարարության դրված է նոր փիլիսոփայություն։ Եթե խորհրդային մոդելի ներքին զորքերը հաճախ ընկալվում էին որպես պետությանը քաղաքացուց պաշտպանող ուժ, ապա գվարդիայի առաքելությունը հակառակն է։ Մենք չենք պաշտպանում քաղաքացուն պետությունից։ Մեր խնդիրը դա չէ։ Մենք չենք պաշտպանում պետությունը քաղաքացուց։ Մեր խնդիրը դա էլ չէ։ Մեր խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով։ Ուժի մեջ է մտել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտը։ Այս ստանդարտը թելադրում է ծառայողներին ինչպես վարվել, որովհետև տարիներ շարունակ մենք այս հարցի պատասխանը ծառայողներին չենք տվել։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ կմտնի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ հատուկ տեխնիկայի գործարկման դեպքերի, հիմքերի եւ համաչափության պայմանների մասով։ Թե կոնկրետ ինչով է զբաղվելու նոր կառույցը սահմանված է ոստիկանության գվարդիայի մասին օրենքով։ Նրա հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունն ու հանրային անվտանգության ապահովումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ ռազմական ու արտակարգ իրավական ռեժիմների ապահովմանը մասնակցելը։ Գվարդիան նաև կաջակցի արտակարգ իրավիճակների կառավարմանը եւ կոժանդակի քրեական վարույթ իրականացնող մարմիններին։ Գվարդիան ծագում է իտալերեն գուարդիա պահպանություն բառից։ Միջնադարում գվարդիա կոչվող զինվորական միավորի առաքելությունը ազնվականների եւ միապետի պաշտպանությունն էր։ Ավելի ուշ կանոնավոր զորքերում այն համարվում էր բանակի ընտրախավը, արտոնյալ եւ ամենամարտունակ մասը։ Ռազմական պատմության մեջ իր անունը փառքով է պսակել Նապոլեոնի հին գվարդիան, գրենադերների ստորաբաժանումը։ Խորհրդային եւ ռուսական բանակում այն ավելի շատ մարտական խնդիր կատարած ստորաբաժանման համար պատվանուն էր։ Ժամանակակից պետություններում գվարդիաները բացի արարողակարգային դերից կատարում են հատուկ նշանակություն ու պահպանության կարևոր գործառույթներ։ Շատ եվրոպական երկրներում գործում են կառույցներ, որոնք համատեղում են ոստիկանական եւ ռազմական գործառույթները, գործելով քաղաքացիական վերահսկողության ներքո։ Օրինակ, Ֆրանսիայում ազգային ժանդարմերիան զինված ուժերի մաս է կազմում եւ ենթարկվում է պաշտպանության նախարարությանը։ Սակայն իր գործառնական խնդիրների համար, ինչպիսին հասարակական կարգի պահպանությունն է, կցված է ներքին գործերի նախարարությանը։ Նմանատիպ մոդել գործում է նաև Իտալիայում, որտեղ կարաբիներների կորպուսը, լինելով զինվորական կառույց, ներքին անվտանգության հարցերով ենթարկվում է ներքին գործերի նախարարությանը։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան եւս ունի երկակի ենթակայություն պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններին, կատարելով լայնածավալ խնդիրներ սահմանների պահպանությունից մինչև թմրամիջոցների դեմ պայքար։ Հայաստանյան մոդելին որոշակիորեն նման է ուկրաինականը։ Ուկրաինայի ազգային գվարդիան խաղաղ ժամանակ իրականացնում է իրավապահ գործառույթներ, ենթարկվելով ՆԳՆ-ին, իսկ ռազմական դրության պայմաններում անցնում է պաշտպանական խնդիրների կատարմանը։ Այսպիսով միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում ոստիկանական եւ ռազմական կառույցների միջև սահմանները ճկուն են, սակայն առանցքայինը խաղաղ ժամանակ դրանց գործունեությունն է քաղաքացիական կառավարման ներքո։ Ազգային գվարդիա եզրույթը հաճախ ասոցացվում է ռազմական պահեստազորի հետ, ինչպիսին օրինակ Միացյալ Նահանգների ազգային գվարդիան է, որը կարող է ներգրավվել անգամ ռազմական գործողություններում։ Աննա Հարությունյան, Reopen Media։